Դավիթ Մինասյանը շնչահեղձություն ունի, եղունգները սկսել են սևանալ, տեղափոխել են Նաիրի ԲԿ։ Այս մասին այսօր ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Աբովյան ԿԿ-ում ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն, այնտեղից էլ տարել են Նաիրի ԲԿ։ Ֆիքսել են, որ Դավիթի եղունգները սկսել էր սևանալ, տանում են Նաիրի ԲԿ, քանի որ ինքը այնտեղ է վիրահատություններ անցել, ինչպես նաև վերջին հետազոտություններն ու ստացիոնալ բուժումը, նշել է փաստաբանը։ Մարտի 17-ի գիշերը ժամը 2-ին օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգած երիտասարդը հայտնել էր, որ մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի իրենց շենքի բակում 5 անձ անհարկի վիճել են իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։ Ոստիկանության փոխանցմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ ֆիզիկական ներգործության ու կողոպուտի հատկանիշներով։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը Աբովյան քաղաքի բնակիչ 18-ից 20 տարեկան երիտասարդներ են։ 5-ն էլ ձերբակալվել են, խոստովանել արարքը եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացել նախաքննական մարմին։ Օլիմպիական խաղերի չեմպիոն կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը այս տարի դադար է վերցրել, ժամանակավորապես դադարեցրել է մրցելույթները։ Առաջին ալիքի եթերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ասել է, որ այս պահին Արթուրը բուժումներ է ստանում։ Նա նշել է, որ Արթուրը օգնում է մարզիկներին թե պարապմունքների ժամանակ, թե իր խորհուրդներով։ Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում 97 կիլոգրամ, նրա փոխարեն Հայաստանը Եվրոպայի առաջնությանը կներկայացնի M23 աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը։ Ապրիլի 3-ին ժամը 9:55-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Տաթև-Տանձատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆՓՑ մարզային փրկարարական վարչության հրժեջ փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից 1 մարտական հաշվարկ։ Փրկարար ծառայության հաղորդմամբ պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել։ Փրկարարները սահմանազատել են տարածքը ու վարորդին մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Իսկ այժմ միջազգային մամուլից։ Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են 7 անձի, որոնք մեղադրվում են ծանր հանցագործություններ կատարելու, այդ թվում կողոպուտի, առևանգման ու Ռուսաստանի քաղաքացիներից շորթման մեջ։ Այդ մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Հանցագործները խարդախությամբ մտել են Ռուսաստանի քաղաքացիների բնակարան, գազի արտահոսքը ստուգելու պատրվակով, ուշ գիշերը նրանք ժամանել են զոհերի տուն ու սպառնալով նրանց սուր զենքով եւ սպանությամբ գողացել են $2000, ինչպես նաեւ բջջային հեռախոսներ ու նոթբուք։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասված է հայտարարության մեջ։ Քննիչների տվյալներով մեղադրյալները կիրառել են ֆիզիկական բռնություն ու պահանջել են լրացուցիչ $300,000, սպառնալով բռնություն գործադրել։ Ավելին իմանալու համար հետևեք Panorama AM-ին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։